Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, դե ինչ, եկել եմ կրկին քննարկենք ամենայն հայոց կրթպակասի, ինչպես արցախցիները իրենց բարբառով կասեին, կրթության պակաս ունեցող, մտավոր հետամնաց խաղացող թուրքական ագենտին Նիկոլ Փաշիև, այդ որ քեզանից գոհ փորձում ես նորից մանիպուլյացիաներով ընտրություններից առաջ ժողովրդի ուղեղը լվանալ, ֆեյքերիդ էլ աչ ու ձախ ցրում ես, խոստանալով դրախտային Հայաստան, չես մտածում, որ ընդհանրապես քո ամեն արած քայլը նախ մի հոդված էլ ա քո վրա ավելացնում, և հետո ժողովրդի ոչ բոլոր մասն է տհաս քո նման տգետ ու անկիրթ, անընդհատ ասում ես կրթվել, երևում է ժամանակին, որ չես կրթվել, հիմա ոչ մի ձևի չես կարում, չէ՞ պակասը լրացնել, այդ մասին է վկայում քո հայտարարությունը ազգային ժողովում, դու երկրի ղեկավարություն ես ստանձնել ու ասում ես արխիվային մի կապ թղթեր կար, ես ինչ իմանայի, որը ինչ է, դու բանվոր չես կոլխոզի, այ ապուշ, դու երկրի ղեկավար ես, ինչ է նշանակում, ես այդ թղթերից ոնց հասկանայի, որը ինչ է, բա դու ինչի համար ես երկրի ղեկավար ընտրվել, որ հասկանաս, որ պայմանագիրը ինչի համար է, քիվեստի պայմանագիրը չես հրապարակել պարզ է ինչի համար, նախ որովհետև գոռում էիր ամբողջ ձենով, որ Արցախը մեղրիով փոխարինելու տակ ստորագրել են, Արցախը հայաթափելու տակ նախկիններն են ստորագրել, դե հիմա չես կարում դրա տակից դուրս գաս, որովհետև եթե հրապարակես պարզ է դառնալու, որ հերթական անգամ ապուշ դուրս ես տվել, ու այս անգամ ժողովուրդը արդեն չի ուտում քո կուտը, Նիկոլ չի ուտում արդեն, անգամ քո այդ ֆեյքերը, որոնք անգամ քեզանից վճարվում են, այդ ֆեյքերդ անգամ արդեն չեն հավատում իրենց այդ դուրս տվածներին, ուղղակի ավտոմատ պաշտպանում են, որտեղ պետք է անեն, բացի էդ էլ դու ասել ես, չէ, ես մի անգամ արդեն ասել եմ, երբ դու ասեցիր, որ ես ամեն ինչ սկսում եմ իմ զրոյական կետից, ես ձեռ առա, ասեցի քաշվանք ժողովուրդ, որտեղ սրա զրոյական կետը իրա ուղեղն է, քեզ ճանաչելով եմ ասել, ու դու նորից հաստատեցիր իմ ասածը, այո, քո զրոյական կետը քո ուղեղն է, որը չկա, դու ասել ես իմ զրոյական կետից եմ սկսում, սա է քո զրոյական կետը, ինչն է քո զրոյական կետը, մեր սահմանները պարզ չի դեռ, հայտնի չի, Տիգրանաշենը հայաթափում ես, ինչ համար ես հայաթափում, ինչի Տիգրանաշենցին պետք է չլինի Տիգրանաշենում, որովհետև Ալիևն այդ ձևի է ուզում, չէ, հիմա ինչ մնում է, բանակը կրճատելուն, բանակ կրճատում ես ու կրճատում ես 6 ամսով հենց, որպես կամավորական եմ ասում, 6 ամիս մինիմում պետք է, որ 18 տարեկան տղա երեխան, ինչքան էլ որ դպրոցում այդ զինվորական պատրաստվածության անցած լինի, 6 ամիս մինիմում պետք է, բանակ գնացող երիտասարդին, որպեսզի ավտոմատ բռնել սովորի, բա դու իհարկե չգիտես այդ ինչ, այ բանակից փախած գերագույն գլխավոր ապուշ, ասում ես, ով էր կասկածում, որ ես գլխավոր հրամանատար եմ, էս է քո հրամանատարությունը, բանակի տուշոնկեքի մեջ է տուշոնկա շոու է իրանում, տուշոնկեքի մեջ խաշած զավարա, որոշ տհասներ էլ ասում են, քանդեք կարող է տակը միս գտնեք, քանդել են տղերքը, տակը ոչ իման չեն գտել, 6 ամիս կրճատում ես, ու ֆինանսավորումն էլ ես կրճատում դրան զուգահեռ պաշտպանության նախարարության, գիտես ինչի ես կրճատում, ժողովուրդ գիտես ինչի է կրճատում, որպեսզի բանակ չունենա, իսկ եթե բանակ չունեցավ, քաոս է լինելու, քաոս, սա զինադադար է, սա պատերազմի ավարտ չի, խաղաղություն, ինչ խաղաղություն, աղավնի է եկել իջել, ես իմ ինչ է արել, իսկ այդ որ ամեն եկեղեցու բակում, աղավնիներ լինում են լիքը, եթե աղավնին եկած կանգնած ավտոմեքենայի վրա տեսել եք, բա ակի տակ շռող, շներին չեք տեսել, այդ ոնց է, որ դա ավելի հավանական է, որ Նիկոլին, ասեք Նիկոլին բնութագրեք դրանով, իսկ այդ ղուժբասներին, որ
կհորդորեմ, եթե դուք հայեր եք, այդ որտեղ որ գալիս է պղծելու, որ եկեղեցի Նիկոլը գալիս է պղծել, ձեր խշերին հավաքեք այդտեղից, որտեղ ցանկացածս գիտենք, որ ցանկացած ղուժբաս կարող է ցանկացած իր ուզած կետում, իր, այսպես ասած, խշերին իջեցնել, այդ էլ թազա տրուկ, Աստված է ասել, Աստված է արել, մի հատ էլ տենց լավ չի, ասեք Նիկոլը Աստված է, դե եթե կկարան արդեն բենտլի քշող քահանաները լինել, սրբագործվածներ, իհարկե ձեր Աստվածներ պետք է Նիկոլի նման տականքը լինի, ազգապղծող, հիմա անդրադառնամ են ծյոծերին ու ձյաձերին չակետների մեջ, որոնք որ միշտ հարձակվում են նրանց վրա, ովքեր որ, այսինքն մեր տիպի խելառների, ովքեր որ փորձում են ազգային շահ պաշտպանել, ազգային պետականության հիմքերում կանգնած լինելով, ազգային պետականություն պաշտպանել, Նիկոլը հասել է նաև ձեզ, ոնց նայում եմ համարյա բոլորը թոշակառուներ եք, թոշակի տարիքի եք, մի երկրում, որտեղ որ, ուրեմն հարկատուն հերոս է, այսպես ասած չակետավոր, ըստ Նիկոլի, իհարկե պետք է թոշակառուն էլ աշխատունակ լինի, որտեղ ես ուղարկելու թոշակառուներիդ աշխատելու, այդ որ ասում ես 63 տարեկանում կյանքը նոր է սկսվում, 30 տարեկան կանանց աղջիկներին արդեն, եթե 60-90 չեն ելնում, արդեն աշխատանքի չեն ընդունում քո գործատուները, այդ որտեղ ես աշխատատեղեր ավելացրել, աշխատատեղեր տորորի վրա կրճատվում են, մնացել են հյուրանոցները, բար կաֆեները, անգորսների ու այդ քո խունտայի համար, ու այստեղ այնտեղ խանութները, սնկի նման աճող, ու դրանք ընդունում են աշխատանքի միայն, կարճ փեշով կանանց ու աղջիկներին, դուք այդ 60 պլյուս կանանց որտեղ ես տանելու աշխատեն, գործարան չունես, ֆաբրիկա չունես, աշխատատեղ չունես, ոչինչ չես արտադրում, քանդում ես, պարոն քանդարար, տանելու ես որտեղ աշխատեն, իսկ տղամարդկանց այդ 60 պլյուս, այդ որ անդադ հարձակվում եք, դու ես իմ սա, ես իմ նա, եկել եմ ձեզ ուրախացնեմ, այդ որ ասում է 63 տարեկանում կյանքը նոր է սկսվելու, բանակն էլ կրճատում է, էքստրեմալ իրավիճակներում ձեզ է քշելու պարտադրողաբար առաջիկից, դե եթե 63 տարեկան կյանքը նոր է սկսում, ուրեմն զենքարնել էլ կարակ, ավելի հմուտ կարակ, չէ քան 18 տարեկանները, կարևոր չի քանիսը տնտեղ կկոտորվեք, Նիկոլի դե քո գալուց հետո 18 թվից այս կողմ, ըստ հարցումների, մահը Հայաստանում, ավելի երիտասարդացել է, հասել է մինչև 50 տարեկաններին, նախ որովհետև ոչ մի նորմալ գիտակից մարդ չի կարող քո այդ էշությունները լսելու ինֆարկտ ու ինսուլտ չստանալ, և երկրորդը որովհետև օդը աղտոտված է Երևանում շնչելու օդ չկա, այ դրա համար, հիմա Արցախի հարցով Արցախը հետ ստանալու և նման գաղափարախոսների հարցով ես հիշեցի մի հատ դեպք իմ պատերազմական օրագրից, մի հատ դեպք իմ պատերազմական տարիներից, երբ 93 թվականին Մարտակերտը արդեն մտել էին թուրքերը և Մարաղայի կոտորածից հետո ավերելով մենք նահանջում էինք, վիրավոր պտի տանեինք ու ուրիշ տեղ չկար, քանի որ ուղղաթիռները իջնում էին միայն, իմ տարեկիցները լավ կհիշեն այդ իրավիճակը, մենք նահանջում էինք, հետևում գանձասարներ, հոգևորականները մեզ հավասար, մենք ունեինք Սարգսակ Ռաֆայել Խաչատրյան, որին ասում ենք մականունով դեր, որ ինքը իր վեղարով էր կռիվ գալիս, ու երբ խաչակնքում մտնում էր, թուրքերը ուղղակի տեսնում էին հեռադիտակով Ռաֆայելի տեսքը, նրանք այլևս չէին մտնում գից, գոռում էին շեյթան, այսինքն սատանա, իրանց համար դա սատանա էր, որովհետև Ռաֆայելը կարողանում էր մենակով դուրս գալ թուրքական 100-120 հոգու դեմ, ու
ու կարողանում էր, տղան ուներ այդ աստվածատուր ձիրքը, երբ մենք նահանջում ենք և վիրավորներին պիտի գանձասար տանեինք, և միակ վայրը, որտեղ ուղղաթիռը կարող էր իջնել և վիրավորներին տեղափոխել, ծանր վիրավորներին տեղափոխել Հայաստան, ես ասեցի, ես էլ եմ ուզում մտնեմ գանձասար, և ողորմածիկ Դանելյան Նորայրը, Քաջավանի Նորոն հրամանատար, ասեց լավ, արի, վիրավոր տեղափոխելու ժամանակ գանձասարում մոմերը վար, մենք ներս մտանք, վիրավոր էինք բերել, գանձասարում, վանքում հենց, մոմեր էր վառած, ծնկի իջած աղոթում էր Պարքև Սրբազանը ու ամբողջ հատակին, մատրասների վրա, շորերի վրա, վիրավորներ էին պարկած, որոնց ինքը խնամում էր իր քահանաների հետ, հիմա, ես Տեր Վրդանեսին եմ ուզում հարցնել, գոհես քեզանից, դու քեզ որ հայելու մեջ նայում ես, չես թքում քո երեսին արա, դու ոնց կարող ես լինել Արցախցի, այդ ծախու տվար, դե հիմա ռուսերեն ասեմ, լավ գիտեմ, որ գիտես ռուսերեն, դու ով ես դրանից հետո, թույլ խմի մեռ է, էլի, դու գնացել ես այսօր թուրքի ձեռ ես սխմում, պապերիդ ոսկորների վրա լապ ես վաստակում, դու քեզ ընդհանրապես տերտեր չես արդեն, հասկանալի է, դու ոչ մի բան չես, հոգևորական լինելու իրավունքից զուրկ ես, բայց գոնե դու քեզ երկոտանի կենթանի համարում ես, բանականություն ունեցող, ասուն համարում ես, գետինը չես մտնում արա, ով աներ չաներ Արցախցին դա անելու իրավունք չուներ, հիմա այն Բենտլիներով, եսի մինչերով, Էդ որ սրբագործվել եք, Նիկոլի չեղած թրի տակով եք անցել, տենց եք սրբագործվել, ես հիմա էլ որոշել եք, որ ազգային արժեքները ձեր համար չեն, բա որ արժեքներն են ձեր համար, կարգազրծվելուց հետո մոլլա եք կնքվելու, մոլլա եք տեղադրվելու, դե էդ որ մտնում եք եկեղեցիները, մեկը արդեն պղծել եք ու սարքել եք չուլան, որ եկեղեցին որ մտել եք, մի հատ էլ չոք եք Ալլահ Ակբար արեք, հասկանանք, որ Երևանում մոլլաներ էլ ունենք, չնայած արդեն հասկացող մասան հասկացել է դա, որոշել եք հիմա էլ պղծեք հայրաքաղաքը, հա, Գյումրիում չեք կարողանում Գյումրին մարսել, Վարդանիկին բռնեցիք չեղավ, Գյումրեցիների անունը խայտառակարի Գյումրիից սկսեցիք քայլել, հաղթող Գյումրիում, ու փորձեցիք նորից թուրքացնել Գյումրին չեղավ, հիմա էլ որոշել եք եկեղեցիները պղծել, չեն համաձայնում, հանդեղ ընդունեն քեզ, Նիկոլ, հույս ունենանք, որ ինչպես որ քաղաքապետ ընտրելուց չկարողացար Գյումրեցու հաստ կողը տաշել, հույս ունենանք, որ եկեղեցի էլ չես կարողանալու պղծել այնտեղ, ամենայն դեպս ես Գյումրեցիների, լեննագանցիների չեն, որ քեզ ընտրել են, թողել են քայլես ու սաղսալամատ հասնես Երևան, լեննագանցիների մասին չի խոսքը, իմ իմացած Գյումրեցիների մասին է խոսքը, Ղարսեցու սերնդի մասին է խոսքը, հույս ունենամ, որ դեմը տառնելու են ու չեն թողնելու, որ պղծես Գյումրին, ԱԸԾ-ն ընդհանրապես, ԱԸԾ չի, արդեն Ենիչերախումբ է, էտի Քեմալական պայմանագրի հատուկ ջոկատայիններն են, մենակ ԱԸԾ-ն չէ, ամբողջ ոստիկանակազմը, ներքին օրգաններն էլ հետ, ասել եմ չէ, դուք բոլորդ իրար հետ դարձել եք Նիկոլի ներքին օրգանները, են ինչով, որ Աննայի դեմը չէր կարողանում գլուխ գովել տարիներ շարունակ, հիմա դուք դարձել եք նրա ներքին օրգանները, ուղեղ կատարում եք Թուրքի և Նիկոլա Թուրքի հրամանը, ուրիշ բան չեք անում, ու մեզ չեք լռեցնելու, ինչքան ուզում եք դատեք, Այնտեղ էլ են մարդիկ ապրում, իդեպ ասեմ ես վերջերս, ստացում է այնպես, որ ավելի մաքուր մարդիկ են ապրում, բերթերում ու զոնաներում, քան թե ձեր այդ ՔՊ-ի գոմում, դե հույս ունենանք, որ չեն կարողանալու գտնել, հույս ունենանք, որ Գյումրին կարողանալու է իսկականից Գյումրի մնալ,
Ու ոնց քայլելով Գյումրիով եկել ես, ոնց հասկացա դու հենց Գյումրիում էլ քայլի ես գնալու։ Որովհետև ինչից սկսում ես միշտ ընդեղ ես վերադառնում, հանցագործը միշտ վերադառնում է իր հանցանքի վայրը։ Հոգեբանություն է դա։ Հիմա թոշակառուների, այդ որ ասում ես թոշակները որ տանք չի կարողանալու։ Ես քեզ բերել եմ իմ 75 տարեկան մոր ասածը, վայ թաղեմ եղածդ։ Հենց լսեց, ասեց մենակ է դու, դա հասկանում ես քանի օգի է դա ասում օրվա մեջ քեզ։ Թոշակները ուրեմն նենց է ստացում 40 տարվա մանկավարժները, գիտնականները, զինվորականները, երկու կրթություն ունեցող մարդիկ չեն կարողանում իրանց այդ 10 դրամ թոշակը, 10,000 դրամ թոշակը իմանան ոնց օգտագործեն, դու քո տհա սանգրագետ տեղով, այ ուրիշի մանիպուլյատոր, խամաճիկ, կնքահորոտ խամաճիկն ես, չէ դու, էլ չասեմ դրսի կնքահայրերիդ, քեզ սուննաթողների, էդ ոնց է ստացում դու քո անգրագետ տեղով, այ կրթպակաս ապուշ, կարողանում ես տնորինել նրանց, ու էդ ոնց ես տնորինում, համ ասում ես առողջապահության մեջ ենք ներդնում, համ ասում ես դες ով էր ասում, որ թոշակառուն պետք է անվճար բժշկական օգնություն ստանա։ Այսինքն ինչ, թոշակառուն մեղավոր է, որ հասել է թոշակի աստիճանի, հա? Հիմա ես էդ ինձ հայհոյող այդ թոշակառուներին եմ ասում, որ ասում եք Նիկոլը լավ է անում։ Այսինքն Նիկոլը լավ է անում, որ ասում է խալաթ եք արել, որ ենքան եք ապրել, որ անցնեք թոշակի, հա? Այսինքն Նիկոլը ինչ ձեզանում է քիչ, հա? Հիմա այդ պետ պատվերներն ես հանել, հանել ես, ոչ ուղակի ձևով, էլի մանիպուլյացիոն ձևով, ասում ես պետք է հանեն պոլյուսներ, ու որպեսզի կարողանա դա դառնալ բանը, անվճար պետ պատվերները հատուկ դեպքերում։ Եթե այսօր քո վիրավոր զինվորները չեն կարողանում, քո չէ, մեր վիրավոր զինվորները, որտեվ դու թուրք ես, թուրքի ճուտ ես, Նիկոլ։ Եթե այսօր քո երկրում, քո կառավարության ներքո, 44 օրյա այդ տղերքը, լիարժեք, չեն կարողանում օգտվել պետպատվերից, իսկ ես գիտեմ, որ շատերը չեն կարողանում օգտվել։ Որն է պետպատվերիդ իմաստը։ Պետպատվերը վճարովի է դարձում ժողովուրդ, որպեսզի հետո չասեք, չասեցին։ Դուք հասկանում եք, այս քանդարարը հատ-հատ քանդում է բոլոր ասպարեզները, կրթության բնագավառ չունենք, հիմա անցել է թոշակներին, թոշակառունները գնան աշխատեն, առանց մի գրամ իրա չեղած ուղեղին զոր տալու մտածելու, որ այդ թոշակառուն եթե հասել է թոշակի աստիճանի, ուրեմն նա վիճակի չի աշխատելու, գոյությունն տարիքային թեզ բոլոր երկրներում, դու ընդհանրապես հասկանում ես, քո ասացին, դու մի հատ լսի էլի, դու քո ասածները հետո Նիկոլ դիր լսի։ Հիմա անդրադառնանք Աննա Հակոբյանի բոյկոթեք 888, չգիտեմ ումն է դա, բայց 888 այդ ցանցը սուպերմարկետների, ինչ ғռերի զիբիլ, չեն համաձայնվել հետը 70-30 մտնեն, Սաշիկի 50-50 ծեր չէ խոսում, հիմա քոնը 70-30 է, ասում ես բոյկոտիր, որովհետև քեզ փայ չեն տալիս, այլ կերպ դու չէիր անի դա, ինչ մնում է քո բիզնես չբիզնեսներին, չէ դու բիզնեսներ չունես, բիզնեսմեններին են նրանք, բիզնեսմեն էլ չեն, այդ լվիկ մվիկ գրզոն մրզո, դու նրանց հեծած ունես, դու նրանց քշում ես, նրանք ես վճարում են, կամ նրանք են քեզ քշում ու վճարում են, չգիտեմ հիմա ինչ տարբերություն, հիմա ինչ մնում է ՔՊ-ի նախընտրական ցուցակին, ամենայն հայոց շախմատիստը կասեր իրոք, ասում է ՔՊ-ի ցուցակում են աներձակ հրաչիկը, հրաչա Հակոբյան ես, ինչան ես, ոբշեմ, մեկ էլ հայտնի բիզնեսմեն,
Բիզնեսմեն չէ, բիզնեսմեն։ Գրզոն Խաչատրյանը կարծեմ, չէ՞, չէ, Խաչատուր Ալեքսանյան։ Սուքյասյան, հա։ Խաչատուր Սուքյասյան, այնքան գրզո են ասել, արդեն աննազգանն էլ չեն հիշում։ Որոշել են, որ իրենք էլ դեպուտատ չեն ուզում դառնան, կնոպկա սխմել չեն ուզում, գիտես ինչի չեն ուզում։ Աննան մաքրում է իր թիմը քեզնից, Նիկոլ, որտեղ լավ հասկանում է, որ դու քյալի ես էթում։ Վերջի պահին հույս ունեցի, որ ինքն էլ աշխատելու թռնի, որովհետև դու պետք չես ոչ միայն քո տերերին, երկրին չասեն, որ նախապես պետք չէ իր, թյուրիմացությունն ես դու ես երկրի, դու ես երկրի ուռուցքն ես, որը հարկավոր է ժամ առաջ հեռացնել, որպեսզի երկիրը փրկվի, չարվորակ ուռուցքն ես, հարց է դեռ հետո դրան բուժում կլինի, թե չէ, հուսանք կլինի, բայց որ քեզ հեռացնել է պետք քո քեմալական պայմանագրի հետ միասին, դա անհապաղ, ու այո, պետք է վերականգնել պետական դավաճանության համար մահապատիժը, միայն պետական դավաճանության համար մահապատիժը պետք է վերականգնել, ու պետք է դատել օրինական հայ դատով, ու այո պատժել մահապատժով, քեզ ու այն քեմալական պայմանագրի են հոտը, որը քո ոնց են ասում մոտիկ կռուգն է, այդ որ ասում երի մոտիկ կռուգով մենք ամեն ինչ մաքրելու ենք, ձեզ է մաքրել պետք այս երկրից, քանի դեռ Հայաստանը կա, պետականամետ ես, դու ես պետականամետը, ինչ ես անում, ասում ես Սյունիքում հարկավոր է օդանավակայանների աշխատանքը վերականգնել, ոնց որ Երևանում թուրքական չվերթն ես վերականգնում, որպեսզի չտենան, հա, էլ ավտոներով չգնանգան թուրքերը, ավելի փակ տարածքով լինի, զինվորական օդանավակայաններ ես վերականգնում, թուրքերին հեշտ բերելու համար, Սյունիքում թափով շինարարությունն ես անում ու հետն էլ ասում ես, որ այս տարածքների երիտասարդները չգիտեն, որ այստեղ թուրքեր են ապրել։ Ես քեզ մի հատ ավելի, ժողովուրդ, ձեզ հիասթափեցնեմ, բայց մի հատ ավելի ակտուալ բան ասեմ։ Բաղրամյան 26-ում 2018 թվից էլ են թուրքեր ապրում։ Դա չի նշանակում, որ Բաղրամյան 26-ը թուրքական է։ Ուղղակի թուրքերը հայերեն խոսելով եկել եւ զավթել են, եկել եւ մեր ժողովրդին խաբելով զավթել են մեր երկրի գահը։ Այդ որ փորձում ես տարբեր միջոցներով հիմնականում այդ ոստիկանաներքին օրգաններով ջլատել, ջարդել, այդ նախկիների մանիպուլյացիան արդեն չի աշխատում, Նիկոլ։ Քո անգամ զոմբիները արդեն իրենց հարց են տալիս։ Լավ նախկինը չպրծավ 8 տարի է արդեն դու ստեղ ես։ Հույս ունենանք մի 2 ամիս հետո դու ես նախկինը լնելու։ Հուսանք գոնե։ Չնայած ես համոզված եմ, որ դու նախնադարյան էլ չես լինելու, բայց ամեն դեպքում հույս ունենամ այս անգամ չեն գնալու քեզ ընտրեն։ Գոնե են թոշակառուները, որոնց թոշակը 25-30 տարի երկիր կրթելուց հետո 44,000 դրամ է, ու դա անգամ հացանապազորյային չի հերիքում, են դեպքում երբ դու 6 միլիարդ պարտքես, տրիլիոն թե ինչքան ասեցին, պարտքես երկրի վրա հավաքել, ամեն ծնված երեխայի վզին դու արդեն պարտքես դրել։ Հիմա ցանկացած հայ նոր ձևավորվող ընտանիք պետք է մտածի, երեխա ունենա թե չէ, որ չբերի գցի քո այդ լափաշ ճաշի մեջ, քո պարտքերի մեջ։ Այդ եկեղեցականներին այդ որ այտենց ամեն տեղից գտնում ես քո նման, իդեպ ասեմ, ես քեզ ամեն անգամ քո այդ զիբիլանոցը տեսնելով, ամեն պատարակներդ նայելով, բացի սրտխառնոցից ու դեղ խմելուց, դեղահապ ճնշման խմելուց, ես միշտ մի հարց եմ տալի, մի բանի մեջ եմ համոզվում, նմանը զնմանը կգտանե, այո ճիշտ էր, շնորհալին, նմանը նմանին է գտնում, դու քո նմաններին հավաքում ես, մագնիսի նման հավաքում ես այն զիբիլը կողերդ, ինչը որ իրականում տեղ չունի,
մեր երկրում հայ կոչվելու իրավունք չունեցողներին ես հավաքում կողերդ։ Այդ կճայանը Բենտլին ինչ եղավ, քեզ ա նվեր տվել։ Ոնց հասկացա նվերա տվել քեզ, եթե այսօր ձեռն ես սխմում, մոռացել ես, որ Նասր Փապիղծա։ Հա իդեպ այդ որ ասում ես Գյումրիից հետո գնալու ենք Կոտայքի եկեղեցին ազատագրելու։ Ուզում եմ հարցնեմ, ինչեր են առաքել arczepiskoposին։ Ոնց էր քո իսկական անունը Էլբեկ։ Պատահականություն է միթե Արգիշտի հայրանունը։ Հա, հենց այն ազգադավ Արգիշտի Քարամյանի, որ 1500 ստոթում կախված լուրի 1500 հայկական անձնագիր է վաճառել ադրբեջանցիներին հադրութ մտնելու համար։ Ձեզ թվում է մոռացել ենք, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Ամեն ինչ ֆիքսված հիշում ենք։ Գուցե քաղաքական գործիչների մոտ կուլիսային արքու վաճառքը ակտուալ է, ֆիդայիների մոտ դա ակտուալ չի։ Մենք ամեն ինչ հաթաթ հիշում ենք։ Ուղղակի հարմար պահին ենք սպասում։ Ու հարմար պահը շատ շուտով կլինի Նիկոլ, հանգարց չկասկածես, որ դու այդ քո էշություններով կարողանալու ես լվանալ բոլոր այն տղերքի ուղեղը, ովքեր որ իրոք ֆանատորեն հայրենիք պաշտպանելու պատրաստ են, իսկ այդ տղերքը օրորի վրա շատանում են։ Գևորգ Սրբազանին բան չունեմ ասելու, մենակ մի բան կարամ ասեմ, թլպատվի, քո տեղը մենակ դա է, դու ուրիշ բան չունես էլ անելու, դու պղծվեցիր, ինչքան կարող էր պղծվել։ Հիմա ես այդ առաքելին եմ ուզում ասեմ, չես ուզում DNK անես, ասում են դու ես, չէ Կոտայքի այդ բանը վարելու, պատարակը վարելու, առաքել arczepiskopos, հələ վեղարից զրկված ես, որտեվ հələ ձենը չի հելնում։ Բայց այդ որ սրա նրա երեխեքից ես խոսում։ Չես ուզում մի հատ DNT անալիզ տաս, գոնե ապացուցես, որ թուրք Արգիշտին քեզանից չի ծնվել։ Ըստ օդում կախված լուրերի քո տղեն է, չէ։ Հիմա կոչս գյումրեցիներին։ Գյումրի, դու արդեն մի անգամ ապացուցեցիր, որ լենինական չես, Գյումրի ես։ Եվս մեկ անգամ Նիկոլը պղծել սկսել է Հայաստանը քայլելով Գյումրիից, որովհետև ամենահաղթող քաղաքը, հայրաքաղաքը եղել է Գյումրին, մեր սպորտսմենների, համաշխարհային սպորտսմենների մեծ մասը եւ ընդհանրապես մշակույթի ամենախոշոր կենտրոնը Երևանից հետո եղել է Գյումրին։ Դրա համար հենց Գյումրիից է, դա մտածված է, իր Իջևանից, իր գյուղից սկսեր քայլել, այտենց լավ քայլող էր։ Գյումրիից ծրագրավորած թուրքերի ծրագրով սկսեց քայլել Գյումրիից։ Ու Գյումրիով էլ հույս ունենանք, որ վերջանալու է սրա այս տաբրային երթևեկությունը, քեմալական պայմանագրի իշխանությունը, որովհետև ինչից սկսվում է, նրանից էլ պետք է վերջանա։ Գյումրի հանգարց ոչ մեկդ չպղծվեք, որովհետև ձեր պղծությունը ամենաթանկը ձեր վրա է անդրադառնալու, և հետո դա դառնալու է տապանակար հայոց աշխարհի վրա։ Իսկ սյունեցիներին էլ կոչ կանեմ աչալ լուրջ լինել, օդանավակայաններ բացելով, Թուրքին ձեր սահմաններից չհեռացնում, ավելի է մոտիկացնում։ Մի պոստից մյուս պոստ իշխանասար անցնելու համար ես ինքս անցել եմ, Թուրքի պոստի միջով ենք անցնում։ Հայկական ձեր բոլոր ցանկատարածքները, այդ որ ցորենի լափ է բերում թուրքերից, հայկական այդ ձեր ցորենի տարածքները թուրքերի մոտ են ու տեղ գյուղացիները գիտեն, որ ես այդ տեղից ռեպորտաժ ունեմ արած, հենց ձեր ցորենի արտերից, ու թուրքերի տարածքում են հիմա, գլխին թուրքական գաուբեցն է դրած, ադրբեջանական, ու այդ օդանավակայանները, որ ֆրցրեց, այտենց էլ լրիվ չպատասխանեց, ինչի համար են վերաբացում Սիսյանի և Գորիսի օդանավակայանները, առուշ զգուշ եղեք այդտեղ, իրոք զգուշ եղեք, որովհետև ինչքան էլ որ ասեն Արուշ Արուշանյանը ծախվել է, ես դրան հավատալ չեմ կարող, ես քեզ գիտեմ, հորդ գիտեմ, չեմ հավատում, որ դուք ծախվել եք։ Հիմա ինչ մնում է ամփոփելուն,
Ժողովուրդ, Նիկոլին հարկավոր է մի անգամ, ընդամենը մի ժամով, մի հատ մրթին հասցնել քաղաքականորեն, այսինքն հավաքվել, մի կողմ դնել ամեն ինչ և հավաքվել բոլորով, բոլորս, նրանք ովքեր, որ անկախ համոզմունքներից, անգամ անկախ կրոնից եմ ասում, նկատի ունենալով ասորիներն ու եզդիներն էլ հետներս, անկախ մեր համոզմունքներից ու կրոնից, հարկավոր է հավաքվել ու մի անգամ հասցնել քաղաքականորեն, հասցնել Նիկոլի մրթին։ Ընդամենը մեզ մի ժամ է պետք լինելու, որպեսզի Հայաստանը Նիկոլստանից նորից Հայաստան դառնա։ Ու այո, մենք ի վիճակի ենք առանց մի փամփուշտ անգամ կրակելու, ետ վերադարձնելու Արցախը, առանց անգամ աչք թարթելու, սեղանին դնել, բանակցության սեղանին դնել, բանակցային սեղանին դնել, Նախիջևանի հարցը, որ պայմանագիրը 100 տարվա արդեն վաղուց ավարտվել է, սովետական միությունն էլ վաղուց փլված է, բայց չգիտես ինչու ոչ մեկ Նախիջևանից ընդհանրապես խոսակցություն չկա, փոխարենը թուրքը հոխորտում է, Տիգրանաշենը Նախիջևանի մաս է, իսկ Նախիջևանն ում մասն է։ Ու առանց մի փամփուշտ կրակելու Թուրքին ծնկի բերել կարող ենք, որովհետև այսօր համաշխարհային մասշտաբով քաղաքականությունը ավելի ուժեղ դեր ունի, քան վաճառված խաղաղության կոչ անողներն ու վաճառված խաղաղությունը։ Երկիրը ունի բոլորիդ կարիքը, սա բոլորիս գործն է, որովհետև օպոզիցիոն ուժերը ջլատված են, ջարդ ու խուրդ եղած են, մեզ պետք է համազգային համախմբում, ինչպես 1988 թվականին մեր պատմությունը ցույց է տվել, որ այն ժամանակ, երբ մենք ազգովի կարողանում ենք համախմբվել ու դառնալ մեկ բռունցք, այդ բռունցքը հասնում է մեր թշնամիների ուղիղ գլխին։ Եկեք ևս մեկ անգամ համախմբվենք ու մեր երկիրը Նիկոլստանից, Քեմալի պայմանագրի, թուրքացած Նիկոլստանից, թուրքացող Նիկոլստանից, պետական մակարդակով թուրքացող Նիկոլստանից դարձնենք հայապաշտ Հայաստան կրկին, ուր հերոսները հարկատուները չեն, ուր ուսուցիչները կարող են հպարտ ներկայացնել իրենց աշակերտներին հայոց պատմություն, ուր զինվորը հերոս է։ Եկեք վերադարձնենք մեր հայապաշտ Հայաստանը մեր սերնդներին, թե չէ նրանք մեզ չեն ների, եթե այսօր մենք նրանց չվերադարձնենք իրենց պապերի, իրենց արյամբ ավանդած հայքը։ Նարե վերջինով ուղղակի նորս ինֆորմացիաներ եկավ, երեք Վայոց ձորի թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանն ասում է մայրաթորը կառավարվում է դրսից, Գարագին բան պետք է խաղաղ հեռանա, ինչ ունեք ասելու։ Դրսից որտեղից։ Դրսից դուք եք կառավարում Թուրքիայից, Ալիևից, Էրդողանից ու անգլոսաքսերից։ Դուք եք կառավարվում դրսից։ Վաղուց արդեն հայտնի է ցուցակը Միրզոևի, Ռուբինյանի, Ռուբինովի այդ ինչա դրա անունը։ Ձեր այդ ագենտուրայի, Փաշիև Նիկոլի, թե Փաշիզադե ես, թե Փաշիև, դու Նիկոլ, տենց էլ չհասկացա քո ազգաննվորներ։ Ինչ է անում, կառավարվում է դրսիցումից։ Եկեղեցին կառավարվում է հենց եկեղեցուց։ Կաթողիկոսը մնացել է միակ հայապաշտ, հայապաշտպան, հայկական արժեքները պաշտպանող առաջնորդը երկրում, որին դեռ չեք փորձել ջարդել, չէ՞։ Ու հիմա վախենում եք, եկեղեցին եք պառակտում, որպեսզի կրոնը պղծեք։ Այ աղանդավոր անասուններ։ Դե հիմա որ ասում եք անասունները ինձանից կնեղանան հաստատ։ Շան հավատարմություն էլ չունեք, կամ էլ ունեք ուղղակի թուրքեր եք, դուք ձեր տերերին եք հավատարիմ։ Եկեղեցին դրսից կառավարվել կարող է միայն մի դեպքում, եթե դուք լինեք եկեղեցու տերերը, իսկ մենք դա ձեզ թույլ չենք տալու։ Կաթողիկոսի վրա, հայո, հենց Գարեգին բի վրա հարձակվող ցանկացած երկոտանի թուրք է։
թուրք է կրոնով մահմեդական է։ Ու միայն մահմեդական չի, այլ կրոնի չի։ Թուրք է, այսինքն թշնամի է իր ազգին, իր կրոնին, իր երկրին։ Ու կարևոր չի դա վեղարը ծախած վեղարավոր է, Բենթլիով վեղարը փոխած վեղարավոր է, թե Արցախը ուրացած արցախցի, կարևոր չի ով է, զինվորական է, թե սովորական քաղաքացի, բոլոր նրանք, ովքեր որ համարում են, որ մեր առաքելական եկեղեցին, Մայրաթորը, Գարեգին բն, մեր կաթողիկոսը, որին որ համայն հայությունն է ընտրել, ու որին անգամ սպարապետի գլուխը ուտելով, Նիկոլա Թուրքեր, չկարողացաք անել այնպես, որ այդ օրը չընտրվի, 2 ժամ ուշացաք ուղղակի, արդեն ընտրվել էր, իսկ ինչ մնում է, են որ ասում եք, հոկտեմբերի 27 մարտի 1, դրա բացահայտումները դուք լավ գիտեք, Կարեն Հունանյանի հետ դու էիր ախպերություն անում, Նիկոլ, էդ էլ հո իմ տարեկիցները լավ գիտեն, Էնպես որ, մի փորձեք ձեր կեղտը, ուրիշի վրա քսել չի կպնելու, եկեք պաշտպանենք մեր երկիրը թուրքերից,